Բարև ձեզ, Եվրոմեդիա 24-ի տաղավարում այսօր զրուցելու եմ ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Սեֆիլյան։ Բարև ձեզ։ Պարոն Սեֆիլյան, տեղյակ եք, որ կառավարությունը շրջանառության մեջ է դրել օրենքի մի նախագիծ, որով սահմանվում է փաստացի, որ զինվորական ծառայությունը 2 տարվա փոխարեն պետք է լինի 1.5 տարի։ Խնդրում եմ ձեր կարծիքը այս նախագծի վերաբերյալ, ինչու որոշվեց, որ պետք է այսպես լինի եւ որքանով է այն նպաստում հա մեր անվտանգության կայացմանն առհասարակ։ Նոյեմբեր 9-ից հետո 20 թվականի մենք ականատեսը եղանք, թե ինչպես գործող իշխանությունները ուզում են բանակը լուծարել։ Անկախ իրենց ցանկությունից ի բարեփոխություն մեզ հայերիս արտաքին միջամտության պատճառով այդ լուծարումը տեղի չունեցավ։ Սակայն նրանք բանակի թուլացման ընթացքը այդպես էլ չկասեցրին, տանդաղ դարիների վրա քայլ առ քայլ խնդիր են դրել բանակը հնարավորինս թուլացնել։ Հայտնի հասկանալի է ինչ պատճառով, ադրբեջանական կողմի թելատրանքն է դա։ Եվ այս օրերին խոսել բանակի հետ կապված նոր օրենք կամ առասարակ բանակը բարելավելու, զարգացնելու, հզորացնելու դա անիմաստ է, որովհետև ինչպես ասեցի, քանի կան գործող իշխանությունները, նրանք ոչ մի դրական քայլ մեր բանակը հզորացնելու կամ երկրի պաշտպանությունը ավելի ճիշտ է ասել, կայացնելու, հզորացնելու, նրանք այդպիսի քայլեր չեն կատարելու, ինչպես տեսնում ենք 2020 թվականից այս կողմ դարիներ է անցել, արդեն 5 տարի է եւ երկրի պաշտպանական հզորացման իմաստով որևէ լուրջ քայլ չկա, հակառակը կա եւ ամենին մեր ժողովուրդը ականատես է, թե ինչպես մեր սահմանը ամբողջությամբ հյուսիսից հարավ թափանցիկ վիճակում է եւ բանակի ներկայությունը այնտեղ գարդես ավելի շատ խորհրդանշական է։ Լուրջ պաշտպանության քաղաքական որոշում գոյություն չունի այս իշխանությունների կողմից։ Առհասարակ կարևոր հանգամանք կա, որ երկրի պաշտպանությունը զորացնելու, բանակը կայացնելու, ազգային բանակի վերածելուց խոսելուց բոլորից առաջ պետք է բոլորս հասկանանք, որ մինչև երկրեն ներս հնարավորինս սոցիալ արդարական խնդիրը չլուծվի, անիմաստ է խոսել այդ ամեն ինչի մասին։ Ես երկար տարիներ լինելով այդ ամեն ինչի մեջ, նաև հազարավոր հայ մարդկանց հետ շփվելով, զինծառայողների հետ շփվելով, ես ունեմ իմ եզրակացությունը, որ հայության մոտ ընդգծված է ներքին արդար մթնոլորտը։ Եթե այդ խնդիրը չի լուծվելու, մնացած նույնիսկ այդ ամենահզոր զենքերը մենք ցերկ բերենք, մենք լուրջ պաշտպանություն չենք կարող կազմակերպել։ Ավելին, ասեմ ձեզ, եւ ամփոփեմ, գործող իշխանությունները այս դարիների ընթացքում հատուկ ծևերով փորձում են երկրի պաշտպանության, այսինքն հայրենիքի պաշտպանության իմաստը իմաստազրկել, այսինքն գնալ ջագատ երկիրը պաշտպանելու, մեծ դունը պաշտպանելու, փոքր դունը չփլուզվելու նպատակով այս շարժարիթը նրանք խնդիր են դրել այդ շարժարիթը վերացնելու եւ ես ամենաավերիչ գործը որ կատարվել է այս վերջի 3-4-5 տարիների ընթացքում ես կասեի այս հարթությունում է որ նրանք հատուկ ծևերով երդասարտությանը փորձում են այդ այսպես ասած հատուկ ինֆորմացիաներով հոգեբանական նաեւ հարթությունում աշխատանք տանելով այդ շարժարիթը երդասարտության մեջից վերացնել, այսինքն իմաստը որն է գնալ երկիր պաշտպանելը։ Հենց այս շարժարիթն են, այս մոտիվացիան են նրանք ուզում վերացրած լինեն, այս ուղղությամբ հատուկ աշխատանք են տանում։ Գուզեմ ասել, ինչպես տեսակ իմ նկարագրածով, որ ինչպիսի միտում է գործող իշխանությունները եւ այս օրերին քննարկել որևէ օրենքի փոփոխություն
բնական է որ այդ բոլոր փոփոխությունները վադից վատ են լինելու ուստի իմաստ չկա նրանց կողմից որևէ նոր օրենք որ ընդունում են դա քննարկման առարգա դարձնել Դուք ասում եք որ Ադրբեջանի պահանջ է այս օրենքի փոփոխությունը պարոն Սեֆիրյան բայց իշխանություններն ասում են հետեւյալը որ խաղաղության դարաշրջանը արդեն եկել է, այսինքն այդ համաձայնագիրը նախաստորագրվեց, դրանով իսկ արդեն խաղաղությունը եկել է, բանակը ըստ էության այլևս անհրաժեշտ չէ եւ Նիկոլ Փաշինյանը այսպեսի բանաձևում է անում, որ եթե խաղաղությունը հիմնված է միայն բանակի վրա, ուրեմն այդտեղ խաղաղություն չկա։ Ինչ կարող եք ասել այս խաղաղությունը եկել է իրենց նեղած ուղեղներում է եկել խաղաղություն, այսօր ամեն մարդ տեսնում է թե ինչպես աշխարհը ինչպիսի ժամանակներ է ապրում հա բոլոր այստեղ որևէ ոլորտի լուրջ մասնակետ պիտի չի լինել որ կանխատեսել առաջիկա ժամանակների պատերազմները ամբողջ աշխարհը պատրաստվում է պատերազմի իսկ այս հիվանդները այս ապիկարները այս պատուհասները այս ճշնամիները Փաշինյան Նիկոլի գլխավորությամբ իրենց խելքով իրենք պիտի կարողանան մեր ժողովրդին համոզել ասելով որ խաղաղություն է լինելու ինչ ասենք նրանք հասկանալի է նրանք փորձում են ամեն օր ավելի իշխանություն իրենց ձեռքում բահել այդ նյութաբաշխական մոլուցքով լցված իշխանադեն ճուճապ իրենց համար ոչ մի սրբություն չկա ոչ մի հայրենիք ոչ մի Հայաստան ոչ մի նշանակություն չունի այդ մարդկանց Վրա նրանք հենվել են թուրքական կողմի վրա եւ Թուրքիայի նկատի ունեմ եւ Ադրբեջանի հենվելով այդ կողմերի վրա փորձում են զբաղված մի բանով հնարավորինս երկարացնեն իրենց իշխանությունը ուրիշ ոչ մի բան իրենց հաջողվելու է երկարաձգել իշխանությունը եթե խաղաղություն չլինի պարզ է որ իշխանությունը երկարաձգել չեն կարողանալու Նայեք, անկախ ամեն ինչից եղել է նաև արիտ հենց այստեղ ես հայտնել եմ այն միտքը, որ գործող իշխանությունների նկատմամբ մեր ժողովրդի մոտ գուտակված ադելության չափը անչափ է արդեն, աննախադեպ է չափի իմաստով, եթե նույնիսկ պիտի փորձենք համեմատել նախորդ իշխանությունների հետ, մենք բոլորս հիշում ենք նախորդ իշխանությունների նկատմամբ Տեր-Պետրոսյանից սկսյալ Քոչարյան, Սերժ Սարգսյան Բոլորի նկատմամբ էլ որոշ ժամանակ հետո գուտակվել էր այդ ադելությունը, սակայն եթե փորձենք համեմատել այսօրվա իշխանությունների նկատմամբ արգա ադելությունը դա աննախադեպ ծևի շատ ավելի բարձր մակարդակի է։ Եվ այս վիճակը, այս մթնոլորտը չի կարող չդանել Բայթունի։ Սա բան չի, սա որոշումով չի։ Դա իմ ուզելով, ծեր ուզելով, նրանք եթե Փաշինյանները եթե չեն ուզում որևէ ցնցում լինի, որևէ բայթուն լինի իվնաս իրենց, դա որոշում էլ եթե այդպես ունենան, դա իրենց որոշելով չի։ Քանի գա այս ադելությունը, այդ բայթունը, այդ բորտկումը ուշ թե շուտ լինելու է։ Սա անկախ այն աշխարհակահական զարգացումներից, որոնք ուղղակի ազդելու են նաև ներքաղաքական զարգացումներին։ Ամենավատ տարբերակը նաև այն է, որ պատերազմները, որ այսօր աշխարհով մեկ շուրջ բոլոր նախապատրաստվում են ամենավատ պետք է լիներ որ այսօրվա իշխանությունների օրոք նորից մեր երկիրը մտներ բադատրված պատերազմի մեջ դա հերթական մեծ աղետը կստանանք ուստի բոլոր խելամիտ հայ մարդիկ որոնք իրենց մեջ ուժ ունեն պայքարելու եւ օր առաջ այս իշխանությունների հերացումը գլխավոր խնդիր պետք է օրակարգ պետք է լինի բոլորի համար ովքեր որ զբաղվում են ազգային քաղաքականությամբ, ազգային գործունեությամբ, ապա մնացյալը անիմաստ է։ Կուզեմ ասել, պիտի մեր անընդհատ բոլորի բարդականությունը պիտի լինի, որն է արդյոք այդ բանացևը, որի արդյունքում վերջապես այդ համախմբումը տեղի կունենա հստակ օրակարգի շուրջ եւ որի արդյունքում կցերպազատվենք այս արդեն թուրքա ենթակա իշխանություններից։ Խոսեցիք հենց իշխանություններից ազատվելու մասին, օրինակ խորհրդարանական պատիվ ունեմ խմբակցությունը առաջարկում է իմպիչմենտի տարբերակը 3 հայտարարություն են տարածել ձեր քաղաքական ուժը ազգային ժողովրդական բևեռը եւ նաեւ անձամբ դուք ինչպես եք վերաբերում իմպիչմենտի գաղափարին հնարավոր համարում եք այն։ Նայեք
Գործող իշխանությունները երկար դարիներ է նախորդ իշխանությունների հայտնի թեմքերին օգտագործել են գերբարներ, որոնց միջոցով իրենց տիգունքը ապահովել են։ Դա եւ վերապերում է Քոչարյանին եւ Սերսակիսյանին։ Մենք երկար դարիներ արդեն ասում ենք, որ մինչեւ այն ժամանակ, որ Քոչարյանները, Սերսակիսյանները քաղաքական դաշտից դուրս չեն եկել, որևէ լուրջ համախմբման գործընթաց հնարավոր չի եւ Փաշինյանի իշխանության երկարացումը այդ գործիչների քաղաքականության մեջ լինելու պատճառով ավելի հեշտանում է։ Ինչ վերաբերում է ծեր հարցին, այն ինչ կատարվել է նախորդ 4 տարիների, 5 տարիների ընթացքում խորհրդարանում, խորհրդարանական ուժեր ճակերտավոր այդ ուժեր հասկացողությունը, ինչպես ասեցի, նրանք զբաղված են գործող իշխանությունը բահելով։ Նրանց այդ պատճառով են թույլ տվել մտնեն ազգային ժողով։ Ավելին ես կարող եմ ասել Սերսակիսյանին որոշ չափով առանձնացնելով Քոչարյանից, Սերսակիսյանը մեծ հաշվով իշխանություն չի գործել այս երկրում։ Նա ծնել է Փաշինյան-Նիգոլի իշխանությունը եւ նա այսօր միասնաբար Փաշինյան-Նիգոլի հետ շարունակում է մեր երկիրը կառավարել եւ մինչեւ այն ժամանակ, որ Սերսակիսյանը չի գտել հարմար տեխնազու փոխարինելու Նիգոլ Փաշինյանին, նա շարունակելու է պաշտպանել Նիգոլ Փաշինյանին եւ այդ ծեր ասած սետևետանքները, այդ անլուրջ շարժուցևերը միայն իօգուտ Փաշինյան-Նիգոլի է։ Այդ դեպքում ո՞րն է իշխանություններին հեռացնելու ձեր տարբերակ, օրինակ հիմա ազգային ժողովրդական բևեռ օրակարգում ինչ հարցեր կան։ Օրակարգը շատ բարձ է, ուրեմն այն ուժերը, որոնք անգերձորեն ցանկություն ունեն, որ պետք է հերացվի գործող իշխանությունները, այդ բոլոր ուժերը պետք է ընդհանուր հայտարարի կան, հստակ օրակարգի շուրջ պետք է կոնսենսուսի կան, օրակարգի շուրջ, ոչ թե քաղաքական ուժերը միավորվեն, միացուլվեն, դրա մասին չի խոսքը, հստակ քաղաքական ծրագրի շուրջ գործակցեն եւ այդ գործակցության արդյունքում հասնեն այդ նպատակին եւ այդ երկար տարիներ արդեն կարող եմ ասել, որ այդ օրակարգը փոփոխության չի ենթարկվել, մեծ հաշվով նույնն է մնում, այսինքն առաջնահերթորեն օրակարգը նպատակը կարճաժամկետ նպատակը լինելով Փաշինյանի հերացումը, պիտի լինի ուրեմն անցումային կառավարության, անցումային իշխանության, անցումային փուլի դրա ուրեմն ծրագրի շուրջ համաձայնություն եւ պետք է այդ համաձայնությունը լինի թե ովքեր պիտի այդ անցումային փուլը կյանքի կոչեն։ Այս երկու կարևորագույն հարցերի շուրջ պետք է ընդհանուր հայտարարի գալ եւ անցնել գործի։ Ժողովրդին հրավիրել հրաբարակներ եւ հրաբարակային պայքարով, փողոցային պայքարով, ժողովրդային ինչ չէ նաեւ հասունացնելով ժողովրդային ապստամբության միջոցով հերացնել այս իշխանությունները։ Այս է գլխավոր օրակարգը։ Այստեղ ավելի հստակ լինելու համար այդ օրակարգի, այսպես գլխավոր, այսպես ասած, բանալին, դա այն է, որ ինչպես մենք 1-2 տարի առաջ ականատես եղանք Բագրատ Սրբազանի ակտիվությունը, միջայլոց կանի հիշեցինք Սրբազանին կամ Սրբազաններին արիտից օգտվելով, պիտի բոլոր բանականություն ունեցող հայ մարդիկ այսօր վստահ են, որ դադարում են այդ ամեն ինչը եւ ես ունենալով բազմաթիվ դարացայնություններ քաղաքական շրջանակ, տարբեր շրջանակների հետ, են կորձիչների հետ, թե ովքեր էին Սրբազանի շուրջ կամ Սրբազանի ինչ սխալ քայլեր կամ ճիշտ քայլեր անում էր, անկախ ամեն ինչից Սրբազանների Ղաչաբահյանի եւ Բագրատ Սրբազանի այսօր բանդում լինելու հանգամանքը սա եւս հadoop որոշում է նսեմացնելու մեր արժանապատվությունը։ Ես կարծում եմ, որ բոլոր մարդիկ այս դիտանկյունից պետք է դիտարկեն։ Այդ ինչ պատճառով որ հայտարարել են, ինչ որ, չգիտեմ, հանցագործությունները, այդ ամբողջ անհետեթություն է։ Այդ սրբազանների, arczepiskopos-ների նկատմամբ այսպիսի վերաբերմունք, գիտեք ինչ, երևի ուրիշ նախ եղել են օդար ռեժիմներ, որոնք կնդագահարել են, սպանել են, թունավորել են, բայց այսպես նսեմացուցիչ ցևով բանդարգել, տանել, բերել, այսպես բան չէ, սա միջի այլոց։ Մենք վերադառնանք մեր նյութին։ Ինչպես ասենք, 1-2 տարի առաջ, երբ Սրբազանը շարժվեց եւ մեր քաղաքական ուժը
Սրբազանի գերբարի մեջ դեսավ նրա չեզոք գերբար լինելու հանգամանքը եւ ես որ քիչ առաջ խոսում եմ այդ օրագարկի գլխավոր բանալին կարող եմ ասել հենց այդ չեզոք գերբար գտնելու մեջ է եւ չեզոք գերբարը իր այսպես ասած պրոֆեսիոնալ մասնակցված գազմ անցումային կառավարության ձևավորելու մեջ է լինելու գլխավոր խնդիրը։ Հիմա անշուշտ սրբազանի փորձը ցավոք դժբախտաբար ինչ-ինչ պատճառներով նա չկարողացավ այդ չեզոք գերբարը թերը ստանցնել։ Եթե ոչ, այսօր արդեն ես վստահեցնում եմ ցեզ, որ ամիսներ առաջ արդեն այդ ամեն ինչը վերջացած կլիներ։ Հիմա դա այդ չստացվեց, դա չի նշանակում, որ այդ ուղղությամբ մենք աշխատանք պիտի չտանենք եւ այսօր կարելի է նաեւ բոլոր ուժերը այս ուղղությամբ պետք է մտածեն, արդյոք ովքեր կարող են լինել։ Այսինքն շատեր կարծում են, որ մեր երկրի ձանր բերից դուրս բերելու համար երևացող, այսինքն արգա գործիչները միայն երևացող գործիչներն են։ Ով ասեց։ Ես վստահ եմ, որ չերևացողները բազմաթիվ լուրջ հայ մարդիկ կան, լուրջ ինտելեկտուալ, ազգային մտածելակերպով, որ այս 30 տարիների ընթացքում քաղաքական այսպես ասած հadoop կողմնակալություն չեն արել, իրենք բահել են իրենց ազգային մտածելակերպը, իրենց ոլորտում ունեցել են հաջողություններ, կառավարում հասկացողություն գիտեն ինչ է։ Այսպիսի մարդիկ արդյոք հայ ժողովրդում չկա։ Հնարավոր չէ որ չլինի։ Գուզեմ ասել տարբեր շրջանակներ կարող են որոնել եւ անունների շուրջ մի օր պետք է նստել եւ բանակցել։ Արդյոք ամենահավանական տեխնազուն ով կարող է լինի եւ այդ իրարամերժ գոհմերը ոչ թե ինչպես ասեցի պիտի միացուլվեն, այլ պիտի համացանության կան ծրագրի շուրջ, ճանապարհային կարգի շուրջ եւ բարձ է որ անցումային փուլի ավարտին պիտի դեղի ունենա նոր արդահերթ ընտրություններ։ Այդ ժամանակ խնդրեմ քաղաքական ուժերը թող արդեն ամենի իր շարասյունով առանցին արդար ազնիվ քաղաքական բայկար մղվի։ Իսկ այս իշխանությունների օրոք ընտրություններով բոլորս հասկանում ենք, որ որևէ լուրջ արդյունքի հասնել հնարավոր չի։ Փաստորեն 26 թվականի ընտրություններին չեք պատրաստվում։ Առաջում մենք չենք քննարկում 26 թվականի ընտրությունները, առաջում ինչպես տեսնում եք, մենք ինչերի շուրջ ենք մեր բրբռումները։ Այսօր շատեր չեն, այսինքն մենք ես կասեի, որ ակտիվ ենք մենք, այն ինչի մասին որ ես խոսեցի, ակտիվ ենք, մեծամասամբ չի երևում մեր այդ ծև աշխատանք, առաջում ծև աշխատանք է, կուլիսների հետին։ Գլինեն հաջողությունները, այդ ժամանակ արդեն գերազեգվի մեր ժողովուրդը եւս եւ մենք կգնանք առաջ։ Մենք առաջում զբաղված ենք այս հարցերով, այսինքն այն ազնիվ շրջանակները, որոնք ենթակա չեն Սերժ Սարգսյաններին կամ չգիտեմ այլ շրջանակներին, նրանց հետ պետք է լեզու գտնենք, ընդհանուր հայտարարի կանք, ինչ չէ նաև այս ամենին պետք է թաթախել նաև սպիրկի ներուժը, շատ կարևոր է, առանց սպիրկի ներուժը թաթախելով չեմ պատկերացնում այդ գործը գլուխ կբերվի եւ ուշտը շուտ այս ծրագիրը պետք է զարգացնել, ինչքան շուտ այդքան լավ։ Դրա համար 26-ի ընտրություններից առայժմ մենք չենք խոսում, իսկ ինչ վերաբերում է, եթե հարց տրվի նորից անդադ ասում եմ մասնակցել եք, չեք մասնակցել, ես հիմնականում պատասխանեցի, բայց նաև կարող եմ հետեւյալ ավելացում անել, որ եթե իրավիճակ չի փոխվելու երկրեն ներս, այսինքն այսօրվա իրավիճակն է մնալու, գործող իշխանությունների սանձարձակ գործունեությունը, անօրեն գործունեությունը, բռնի ուժը, զորբայությունը, այս ամեն ինչը դեպի մնա եւ ոչ մի իրավիճակի փոփոխություն տեղի չի ունենալու, վստահաբար 26-ի ընտրությունների մասնակցել անիմաստ է լինել։ Սակայն հիմա մենք նաեւ միաժամանակ պիտի չսպասենք, որ իրավիճակը փոխվի, որ հետո հնարավորությունները ստեղծվի, որովհետեւ ընտրություններով փոփոխություն կատարվի։ Իրավիճակ փոխելու ուղղությամբ պետք է աշխատանք տարվի։ Իրավիճակը կարող է փոխվել երկու գլխավորապես պատճառով, առաջինը արտաքին աշխարհակահական զարգացումների պատճառով, այսօր մենք տեսնում ենք ինչպիսի տոհուբոհ վիճակ է, մեր շուրջ, եւ հյուսիսում եւ հարավում ինչպիսի զարգացումներ են եւ որևէ ժամանակ կարող է մեծ փոփոխություններ տեղի ունենա եւ այդ քաղաքական կլիմայի փոփոխություն տեղի ունենա, այսինքն Հայաստանեն ներս
եթե այժմ այս վերջին մի քանի տարին մասնավորապես եթե գերիշխում է պրոթուրքական մթնոլորտը, այս Սրգովգասում եթե այդ մթնոլորտն է գերիշխում, ապա շատ փոփոխությունից հետո կարող է դա հագարակ 180 աստիճան հագարակ հագաթուրքական քաղաքական կլիմա ձևավորվի հարավային Կովկասում։ Եվ այդ ամենից բնականաբար ուղիղ ազդեցություն է ունենալու թուրքայենթագա իշխանությունների կյանքի վրա։ Այսի արտաքին պատճառը, իսկ նաև երկրորդ պատճառը, որ իրավիճակ կարող է փոխել, դա ներազգային հարթության վրա է։ Այսինքն ներազգային հարթությունում քաղաքական շրջանակներ, անհատներ, հասարակական գործիչներ ջիկ են տապում, չարչարվում են եւ գիչարաչվա իմ ասած վերջապես հստակ ծրագրի շուրջ, օրագարկի շուրջ այդ գործակցությունը ստեղծվում է եւ դեղի է ունենում մեծ համախմբում։ Դա եւս ես համարում եմ իրավիճակի փոփոխություն։ Դրանից հետո գուցե կարելի է խոսել ընդրությունների մասնակցել թե չմասնակցել։ Ոնց է ֆիլմ, բայց որոնք են այդ քաղաքական ուժերը, որոնց հետ Բևերը կարող է համախմբվել, որտեվ մեր քաղաքական դաշտը այդքան շատ ասացի, որ ովքեր որ ենթակա չեն Սերժ Սարգսյանների հիմնականում։ Բայց կան այդպիսի։ Այստեղ Քոչարյանի հնարավորությունները շատ ավելի քիչ են, քան Սերժ Սարգսյանի։ Ես ինչ քիչ առաջ մի միտք հայտնեցի, նորից կրկնեմ, այսօր մեր երկիրը կառավարվում է ոչ միայն Փաշինյանի կողմից, նաև Սերժ Սարգսյանի կողմից։ Նրանք միասնապար են շարունակում կառավարել մեր երկիրը, ավելին Նիկոլ Փաշինյանի ծնողը եղել է եւ գա Սերժ Սարգսյանը։ Ոստի ես որ ասում եմ ազնիվ շրջանակներ, այսինքն շրջանակներ, որոնք չեն ենթարկվելու այս մասնավորապես Սերժ Սարգսյանին ու հավանաբար ինչ որ ժամանակ Քոչարյանը կհասկանա, որ պետք է խաղից դուրս գա, որտեւ ներկայությունը խանգարում է, եթե խաղից դուրս չկա, նա եւս պիտի նրա գործունեությունը եւս անընդհատ պետք է հավասարեցնել Սերժ Սարգսյանի ճշտամական գործունեությանը, այստեղ շատեր կարծում Փաշինյանին առաջ են մղել, կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը կարծում էր, որ տարիները պիտի անցնի, այդպես էլ պիտի չի բացահայտվի, որ այս ամեն ինչի հետևում ինքն է կանգնած։ Ես կարծում եմ ժամանակներն է մեզ հուշել։ Ես 5-6 տարի առաջ այս բնդումները չէի կարող անել, բայց այս տարիների ընթացքում, բանավանդ այս վերջի 1 տարվա ընթացքում այնքան նոր շերտեր են բացում, ժամանակներ իրենք են այդ շերտերը բացում։ Արդեն ոչ միայն իմ համար, շատերի համար բարձ է, որ Փաշինյանի հրեշավոր այդ ծրագրի գլխավոր հեղինը, այսպես ասած, գարավարիչը եղել է Սերժ Սարգսյանը։ Ոստի այն անհատները, այն քաղաքական շրջանակները, որոնք չեն ենթարկվում այս իմ մատնացույց արած նախքին 3 հայտնի նախագահների ենթակայության ներքո չեն գտնվում, Տեր-Պետրոսյան, Քոչարյան եւ Սերժ Սարգսյան, բոլորի հետ կարծում եմ, որ պետք է փորձել գործակցել։ Հետևեն քաղաքական process-ներին, շնորհակալ եմ այս զրույցի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, ես զրուցում եմ ազգային ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանի հետ, կհանդիպենք։